So let's start. Hi and welcome to Armenia. How do you feel in Armenia? Thank you. Sinto-me muito bem, muito seguro. Ամեն ինչ շատ լավ է, հատկապես ուրախացնում է այն փաստը, որ շուրջս տեսնում եմ մարդկանց, ովքեր նույնպես հավատում են ակումբի հաջողությանը։ Ինձ իրապես հաճույք է պատճառում, թե ինչպես է անձնակազմն իրականացնում իր ամենօրյա աշխատանքը։ Ըստ էության, այն ամենն, ինչ քննարկում էինք Արարատ Արմենիայի սպորտային տնօրեն Ռաֆայել Բրակալիի հետ մինչև Հայաստան գալս, այժմ սեփական աչքերով եմ տեսնում։ Հիացած եմ հայ ժողովրդի հյուրընկալությամբ ու այն ջերմ ընդունելությամբ, որ ստացել ենք այստեղ։ Այս ամենը մեզ օգնում է ամբողջությամբ կենտրոնանալ թիմի աշխատանքի ու աջակցությունների վրա։ Նախորդ մրցաշրջանի մի քանի հանդիպում եմ դիտել Արարատ Արմենիայի մասնակցությամբ ու արդեն բավական լավ եմ պատկերացնում որոշ խաղացողների բնավորությունը։ Ինձ ու մեր մարշչական անձնակազմին հետաքրքիր է տեղի առաջնությունը։ Ճիշտ է, մինչև Երևան գալը մենք գուցե այդքան էլ ծանոթ չէինք հայկական ֆուտբոլին ու ֆուտբոլիստներին, բայց օրինակ գիտեի, թե ինչպես է Գևորգ Ղազարյանն իր խաղային որակներով Պորտուգալիայում փայլել։ Կարող եմ վստահաբար ասել, որ հայ ֆուտբոլիստները լավն են։ Միանշանակ է, որ խաղացողներն ու ակումբի ղեկավարությունը մեծ հավակնություններ ունեն։ Նրանց նպատակը ակումբի շարունակական զարգացումն ու առաջընթացն է ավելի լավ կազմակերպված ու մրցունակ դառնալը։ Շատ կարևոր է գիտակցել, որ ակումբը պետք է առաջադիմի եւ աճի։ Արարատ Արմենիան նախորդ մրցաշրջանում եղել է երկրորդը։ Դա նշանակում է, որ շտկումների կարիք կա, քանի որ չկա այնպիսի թիմ, որը չի ցանկանում ավելի ուժեղների հետ մրցել ու աղթել նրան։ Մեր խնդիրը թիմը կատարելագործելն է, որպեսզի այն կարողանա պայքարել առաջնությունում հիմնական մրցակիցների Նոայի, Փյունիկի եւ Ուրարտուի հետ։ Իսկ իմ անձնական մարտահրավերը տեղի մշակութային առանձնահատկությունները հասկանալն է։ Դա կարևոր է արագ ինտեգրվելու եւ հաղթանակի հասնելու ճանապարհին։ Այս առումով ֆուտբոլը սովորեցնում է գործել ճնշման տակ։ Այն մեզնից յուրաքանչյուրին առանձին, արդյունքում նաեւ թիմին տրամադրում է այդ ճնշմանը։ Օրինակ մենք արդեն գիտենք, որ մրցաշրջանը սկսելու ենք UEFA կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի կարևորագույն խաղով։ Խաղադաշտ ենք դուրս գալու ռումինական շատ մրցունակ թիմի դեմ, սակայն դա չէ ամենակարևորը։ Առաջնահերթ է, որ կենտրոնանանք մեր ուժեղ կողմերի վրա, միաժամանակ վերլուծենք մրցակցի թույլ կողմերն ու կարողանանք դրանք արդյունավետ օգտագործել։ Մեր հիմնական նպատակը պետք է լինի ավելի արդյունավետ ու գրավիչ ֆուտբոլ ցուցադրելը։ Գիտեք, ֆուտբոլը նման է արվեստի, սակայն մի կարևոր տարբերությամբ այն հաղթելու արվեստ է։ Որքան երկար դու կարողանում ես վերահսկել խաղը եւ գնդակը, այնքան մեծանում է քո հաղթելու հավանականությունը։ Մենք ուզում ենք, որ մեր երկրպագուները հավատան մեզ ու վստահ լինեն, աշխատելու ենք նվիրումով ու դաշտում տալու ենք առավելագույնը։ Մենք ուզում ենք, որ Արարատ Արմենիան ու ֆուտբոլիստները հասնեն հաջողության, որ երկրպագուները հաղթեն։ Thank you very much.